Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, մասնակցելու մայիսի 9-ի հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված հաղթանակի շքերթին։ Ալիևը մերժել է Պուտինի հրավերը։ Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին։ Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ 2018-ին հավատում էին, որ ԼՂ հարցում կզանգեն Ռուսին, պատերազմը կկանգնեցնի։ Դա է եղել իրենց քաղաքական ամոթը։ Ազգային ժողովում կրքերը լարվել են։ Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը հայտարարել է. «Ոտքից գլուխ կոռուպցիա եք։ Եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք անել եւ արտաքսել Հայաստանից։ Ներվերս չուտեք»։ Կառավարության որոշմամբ ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը 35 տարեկանը կհանվի։ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է եւ պատրաստ կլինի 10 ամսից, նշել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ուժի մեջ է մտել Ռուսաստանի կողմից հայտարարված երրորդյա հրադադարը։ Ըստ հաղորդումների, հրադադարից հետո լսելի չեն հրթիռների ձայներ։ Հնդկաստանն էլ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող 9 թիրախի։ Պակիստանն էլ պատասխանել է հարվածներին։ Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը 10 զոհի մասին։